Մեկ ամիս դադարից հետո ես նորից վերադառնում եմ իմ շքեղ պայուսակներով։ Հաճախորդին պատկերացնում էր մի պայուսակ, որի տեսքը ստացել էր արհեստական բանականության միջոցով։ Ահա այդ նկարը, եւ ես պետք է ստանայի մաքսիմալ նմանը։ Անպայման նշել էր, որ Արցախի քարտեզը եւս լինի, եւ ընտրել էր արծաթագույն դետալները։ Իսկ դու գրիր քո կարծիքը ինչպես է ավելի սիրուն ոսկեգույնով թե արծաթագույնով։ Քարերը ընտրել էինք մարմնագույնի եւ թափանցիկի համադրությունը։ Այս երկու քարերը միասին վիզուալ ստեղծում են միջին երանգ, որը իմ կարծիքով շատ գեղեցիկ եւ տարբերվող է։ Դե ինչ հիմքը արդեն պատրաստ է, ավելացրել եմ բոլոր դետալները, իսկ հիմա անցնում եմ քարտեզին։ Ամեն անգամ այս մոդելները շատ մեծ ուրախությամբ են պատրաստում, քանի որ դրանք իմ մտահղացումն են, եւ ես ուրախ եմ, որ այն շատերին է դուր եկել։ Եվ իմիջիայլոց կիսվեմ մի փոքր գաղտնիքով, որ հայկականը տարածելու համար ես ունեմ շատ գեղեցիկ եւ նուրբ մտքեր, որոնք շուտով կներկայացնեմ էջում։ Իսկ եթե դեռ չես հետևում էջին, անպայման հետևիր, որպեսզի առաջինը տեսնես եւ բաց չթողնես։ Դե ինչքանի որ սա քելի մոդելն է, ես անպայման ավելացնում եմ նաեւ բանալին եւ կողպեկը, նույնիսկ եթե դուք այն չեք օգտագործել։ Դրանք որպես կախազարդել շատ գեղեցիկ են։ Իսկ բռնակները երկուսն են, որից մեկը ամբողջությամբ ուլունքագործ է, իսկ մյուսը սովորական շղթայի։ Հուսամ ձեզ դուր կգա պայուսակի վերջնական տեսքը, ես անհամբեր կսպասեմ մեկնաբանություններում քո կարծիքին եւ կխնդրեմ մի փոքր ակտիվություն ցուցաբերել էջում, քանի որ այն ինձ շատ հարկավոր է այս պահին։ Իսկ ես նախորդ շնորհակալություն եմ հայտնում ձեր բոլոր սրտիկների, կոմենտների եւ ֆոլոուների համար։ Շնորհակալ եմ, որ վիդեոն դիտեցիր մինչեւ վերջ։ Կհանդիպենք։